Զանգում եմ 102-ը։ Один момент։ Ոստիկանություն։ Սիմոնյան Ռոբերտն է խոսում, լսում եք։ Լսում եմ։ Հա։ Հիմա ձեր նկատմամբ եւս մեղադրանք կա, որ դուք պետական դավաճանների գործակալական ցանց եք։ Տեղյակ եք։ Մանրամասնեք։ Մանրամասն եմ։ Հայտարարություն է տված բազմաթիվ անգամ, որ 33 տարի ՀՀ պետբյուջե կոչվածը ֆինանսավորել է Ադրբեջանին։ Փաստացի ներկայացված է, որ 33 տարի մեր ոսկե սերուցքին ներկայացնելով իբր իրենց կողմից ամրագրված ադրբեջանական տարածք նախ Ադրբեջան որպես պետություն գոյություն չունի, դա ատրպատական նա իր Բաքվորակերտ մայրաքաղաքով եւ գոյություն չունեցող Ադրբեջան կոչվածի Ղարաբաղը հանդիսանում է նրա վարչատարածքային միավորը եւ մեր ոսկե սերուցքին տարել են որպես վարձկաններ զոհաբերել, ցեղասպանել նշված տարածքում։ Բացի դա, ուրեմն Աննա կոչվածի այդ Փաշողլու կնգա հաշիվների վրա 4 միլիարդ դոլար, մի դեպքում 1.5 միլիարդ եվրո Ցյուրիխի բանկում, մի դեպքում 2.5 միլիարդ դոլար Նյու Յորք Սիթի բանկում, որի վերաբերյալ ներկայացված է թե դատախազություն, թե համակարգերին, եւ նաեւ հայտարարություն 102-ով։ Որևիցե ընթացք, որևիցե հերքում չի եղել։ Այսօր ներկայացրել են նաեւ հրապարակային, որ Փաշողլին ինքը հայտարարում է, ինքը Նիկոլ Փաշինյան կոչվածը, լսում եք։ Լսում եմ։ Որ սահմանների խախտումը, եթե հարձակում է կատարվել թշնամու կողմից եւ հրաման է տրվում նահանջել կամ չկրակել, դա դիտվում է որպես կոնկրետ փաստացի պետական դավաճանություն։ Եվ դրանից հետո ինքը հրապարակային հայտարարում, որ նշված հրամանը չկրակելու հետ քաշվելու ես եմ տվել, այսինքն ինքը Նիկոլ Փաշինյանը, ինքը Փաշողլին։ Այսինքն ինքը հրապարակավ հայտարարում է իր կողմից կատարված պետական դավաճանության մասին եւ նրան մասնակից պետական դավաճանությանը մասնակցություն ունեցող բոլոր համակարգերի, այդ թվում ԱԱԾ, անվտանգության խորհուրդ, նախարարներ եւ այլն։ Հիմա եթե դուք նույն գործակալական ցանցի գործակալները չեք, պետական դավաճանները չեք, բազմիցս պիտի արդեն դրան ընթացիկ ոնց որ ասած լուծումներ տայիք եւ անմիջապես ձեր համակարգ կոչվածը մասնակցություն ունենալ ազատագրվելուն։ Լսում եք։ Այո։ Հիմա դուք դրան մասնակից լինելու եք ազատագրվելուն, թե պաշտպանելու եք, պարտակելու եք, թաքցնելու եք, այսինքն հանցակից մասնակից լինելու նույն պետական դավաճանություններին, ազգի ցեղասպանությանը, վարձկանությանը, մեր ոսկե սերուցքին որպես վարձու վարձկաններ ներգրավելու, նրանց հետապնդելու, նրանց ցեղասպանելու ծրագրով։ Այսինքն 33 տարվա ընթացքում նաև ներկայացված է, որ մենակ 2019 թվականին 200 տոննա ոսկի ներողություն 163 տոննա ոսկի է դուրս բերվել Հայաստանից Մաքս Անենք ճանապարհով։ Բացի դա 3 տոննա ոսկերչական զարդեղ են մենակ 2019 թվականին, հետո 80 միլիոն դոլարի ադամանդե քարեր, 4 ինքնաթիռ մենակ 2019 թվականին, սիգարետներ եւ այլ ապրանքատեսակներ, մենակ 2019 թվականին, մնացած տարիների վերաբերյալ տեղեկություն չունենք, բայց տարեկան, որ 200 տոննա ոսկի է դուրս բերվում Հայաստանից, պլյուս դրան մոտ 35 հանքերից, որոնց եւս տոննաներով դուրս են բերվել Արցախից, նշված ոսկիները, գանձերը չկան։ Այսինքն ստացվում է մի բան, եթե սրանք ամրագրել են, այսինքն կոնկրետ ամրագրված է Արցախը որպես Ղարաբաղ,
որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք։ Այսինքն ծրագրված, միտումնավոր, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կոչվածի պետբյուջեն ֆինանսավորել է Ադրբեջանին։ Այսինքն հանդիսացել է Ադրբեջանի դոնորը։ Բոլոր կազմերի հետ Լևոնի, ինքը Խալիլով Լենդրոշ, ինքը Լևոն Տեր-Պետրոսյան, ինքը Կազբեկ, ինքը Ռաուֆ Սեյդօղլի, ինքը Ռոբիկ Քոչարյան, ինքը Սերժիկ Նարիմանով, ինքը Սերժիկ Սարգսյան, ինքը Փաշօղլի, ինքը Նիկոլ Փաշինյան եւ իրենց համակարգի բոլոր ներկայացուցիչները եւ ղեկավար կոչվածները։ Ալո։ Լսում եմ, ասեք։ Դե լսելը քիչ է։ Դուք քանի տարիներ լսում եք, բայց ոչ մի բան չեք անում, որ այդ հանցագործությունները, պետական դավաճանությունները եւ դավաճանություն պետական հանցագործություն կատարած երևույթներին համապատասխան իրենց արժանի պատիժը տալ։ Դուք էլ մասնակից եք դառնում այդ ամեն հանցագործություններին, միջազգային հանցագործություններին, նաեւ ցեղասպանություններին։ Լսում եք։ Այո։ Դե լսեցիք, հետո ինչ եք անում։ Ես այդ հայտարարությունները բազմիցս տվել եմ։ Բազմաթիվ անգամ ներկայացված եմ բոլոր ձեր համակարգ կոչվածներին, ինչ եք արել։ Հարց եմ տալիս, ինչ եք արել։ Կփոխանցենք ձեր զանգահարույցը։ Փոխանցում եք, ես վերջի անգամ ձեզ այդ ձեր այս համակարգ կոչված գործակալական ցանցին ներկայացված է։ Ասում է ուղարկված է ենթակայության։ Ես որևիցե անգամ պատասխան չեմ ստացել։ Այսինքն ստացվում է մի բան, որ այդ ամենը հիմնավոր է, փաստ է, որովհետև որևիցե մեկը չի հերքել, փաստացի դուք ձեր գործակալական ցանցով հանդիսանում եք նույն պետական դավաճանները, հա։ Ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում։ Քաղաքականություն չի, սա հանցագործություն է, պետական դավաճանություն է, սա։ Հասկանալի է։ Բա որ հասկանալի է, при чем тут քաղաքականություն։ Քաղաքականությունը ինչ է, մի րոպե լա, քաղաքականությունը ինչ է։ Ես ես նշեցի, հայտնել եք։ Հիմա եթե չեք իմանում քաղաքականությունը ինչ է, ո՞նց եք այդ արտահայտությունն անում։ Ագարկեն փախ ավելի։ Ասում եմ քաղաքը պոռնիկին ներկայացնում ես հանցագործության մասին կոնկրետ փաստեր։ Այս ագարկեն ասում է քաղաքական, то բոս դու գիտես քաղաքականությունը ինչ է։ Հետո տեսեք ինչ է, ես ասում եմ ձեր գործակալական ցանցը նա չի ասում, չէ ինչ եք ասում։ Ինչ գործակալական ցանց։ Այսինքն նա ընդունում է, տեսեք իրենց համակարգ կոչվածներով ընդունում են այն փաստը, որ իրանք հանդիսանում են գործակալական ցանց, որ այլ պետության գործակալական ցանց, այսինքն սրանք հանցագործներ են, մասնակից են պետական դավաճանությունների։ Մեր ազգի, մեր պետության դեմ